Բարև ձեզ, եթերում podcast-ի երկրորդ թողարկումն է, ես Նատալին եմ։ Բարև ձեզ, ես Օմարն եմ։ Այսօր մենք կքննարկենք շատ հետաքրքիր թեմա։ Օմար, կասես որն է մեր թեման։ Այո, իհարկե Նատալի, մենք այսօր փորձելու ենք բացահայտել տիեզերքի գաղտնիքները։ Մնացեք մեզ հետ, որ իմանաք շատ հետաքրքիր թեմաներ։ Նատալի, իսկ օրինակ դու կուզեիր ապրել մի մոլորակում, որտեղ ադամանդի ծանձրև է գալիս։ Իհարկե կուզենա, պատկերացրու դու քայլում ես մոլորակով եւ պատահական քո գլխին ընկնում է ադամանտ։ Մի կողմից վատա, որ կարող է ուղեղի ցնցում ստանաս, մյուս կողմից էլ լավ ադամանտ ունես։ Ուղեղի ցնցում չենք ստանա, որովհետև ադամանդները շատ փոքր են։ Բայց այդ մոլորակի վրա ո՞նց է ստացվում, որ ադամանտների ծանձրև է գալիս։ Սատուրնի եւ Յուպիտերի ընդերքում մեթանը ջրածնի հետ փոխազդեցության է մտնում եւ վերածվում գրաֆիտի, իսկ գրաֆիտը ենթարկվելով Սատուրնի կամ Յուպիտերի ձգողության ուժին վերածվում է ադամանդների։ Շատ հետաքրքիր է։ Ես օրինակ չգիտեի, որ այդպես բան կարող է լինել, օրինակ ադամանդների ծանձրև։ Երբևիցե լսել եք։ Օմար, իսկ դու գիտես, որ արևային համակարգում Վեներան ամենատաք մոլորակն է, բայց դու կմտածես, որ Մերկուրին է ամենատաքը, որովհետև նա արևին ամենամոտիկն է։ Բայց Վեներայի մեջ կան շատ գազեր, որոնք տաքություն են տալիս այդ մոլորակին, եւ այդպիսի օգնությամբ գազերի Վեներան ստացվում է, որ ամենատաք մոլորակն է մեր արևային համակարգում։ Գիտեիր։ Այո, Վեներայում մեկ օրը տևում է ինչպես երկրային 88 օր եւ դրա պատճառով այնտեղ շատ տաք է, քանի որ արևը ավելի երկար է այնտեղ ջերմացնում։ Իսկ դու գիտես ընդհանրապես քանի մոլորակ կա։ Այո, 8, բայց առաջ 9 է, որովհետեւ Պլուտոնը արդեն չի հաշվում, որ մեր արեգակտային համակարգի մոլորակն է։ Ինչու՞։ Որովհետև Պլուտոնը ամենափոքր մոլորակն է մեր արևային համակարգում։ Նա թզուկ մոլորակ է, այդից պատճառով նա չի հաշվում մեր արևային համակարգի մոլորակ։ Օմար, օրինակ ինչ գիտես սև անցքերի մասին։ Սև խոռոչները։ Այո։ Որ սև խոռոչները կլանում են լույսից դանդաղ ամեն ինչ եւ նաեւ լույսը այդ հերթում։ Դու ավելի բան գիտես։ Չգիտեմ ինչքան դու գիտես, բայց ես գիտեմ օրինակ, որ գիտնականները հայտնաբերել են 14 սև խոռոչ ընդհանրապես տիեզերքում, բայց դա ընդամենը։ Դրանցից որոշների անունները գիտես։ Ոչ։ Իսկ դու։ Սև խոռոչը դա հսկայական օբյեկտ է, որը կլանում է իր մեջ լույսից ավելի դանդաղ շարժվող ամեն ինչ։ Դու գիտես ամենամեծ սև խոռոչի անունը, որը գիտնականները հայտնաբերել են։ Ոչ, բայց գիտեմ, որ երբ սև խոռոչները քաշում են, նաև կա շատ փոքր հնարավորություն, որ սպիտակ անցքի դուրս կգաս, բայց դեռ դա հաստատված չէ, որ ընդհանրապես սպիտակ անցքեր գոյություն ունեն։ Գիտնականների հայտնաբերած ամենամեծ սև խոռոչի անունը տոն 618 է։ Իսկ ինչու է կոչվել այդպես։ Չգիտեմ։ Եթե գիտեք, գրեք կոմենտներում, մենք օրինակ չգիտենք։ Նատալի, ինձ շատ հետաքրքիր է, դու երբևէ եղել ես մեր աստղադիտարանում։ Այո, եղել եմ, բայց շատ փոքր տարիքում քիչ եմ հիշում։ Իսկ դու գիտես ինչ-որ բան քարահունջի մասին։ Այո, գիտեմ։ Նաև գիտեմ, որ քարահունջի նման տեղ կա Անգլիայում, դա Սթոունհենջն է։ Իսկ դու գիտես ինչու քարահունջի վարկածը չեն կարողանում բացահայտել։ Ոչ, ինչու։ Որովհետև քարերը չեն գտնվում իրենց իսկական վայրում երկրաշարժերի պատճառով։ Քարահունջը դա քարերի կույտ է, որոնցից որոշներում կան անցքեր, այն մարտի 31-ին, եթե
նայենք գիշերը հավասարի օրը, կարող ենք տեսնել արևը։ Այդ անցքից ենք նայում արևին։ Այո, Իսկ քարահունջը որտեղ է գտնվում։ քարահունջը գտնվում է Սյունիքի մարզում։ Օմար, իսկ դու գիտես, որ աստղերը ունեն նրանց գույները։ Օրինակ, կապույտ աստղը ամենատալքն է։ Դեղինը մի քիչ ավելի սառն է։ Նարնջագույնը ավելի եւ կարմիրը ամենասառը։ Իսկ գիտես ամեն գույնը ինչքան ջերմություն ունի։ Այո, կարմիրը 2000-ից 3000, նարնջագույնը 3000-ից 5000, դեղինը 5000-ից 6 կամ 7000 եւ արդեն կապույտը 7000-ից 10000։ Օմար, օրինակ ուզեմ դու տիեզերքում հայտնվեր, տիեզերք թռներ, նայր, սահմանափակած տիեզերքը, անսահմանային չէ։ Չէի ուզի, որովհետև տիեզերք թռնելու համար պետք են հատուկ սարքավորումներ, իսկ դա շատ թանկ է, սկաֆանդրներ, տիեզերանավ եւ անձնակազմ։ Օրինակ պատկերացրու դու միլիարդեր ես այդ ամեն ինչը գնել ես, կուզես գնաս։ Ես կուզեի տեսնել, թե մնացած մոլորակներում երկրից բացի կյանք կա, թե ոչ։ Ես էլ կուզենայի, նաև կուզենայի տեսնել այդ բոլոր մոլորակները թռնել մինչև սահմանը, եթե կա ընդհանրապես։ Այն մոլորակայինների մասին լսել ես։ Դու գիտես ինչ գույն են այն մոլորակայինները։ Ոչ, չգիտեմ, իսկ դու գիտես։ Դե ես չգիտեմ, բայց ես կարող եմ ենթադրել։ Ինչ գույնի։ Օրինակ, չգիտեմ, մոխրագույն կամ կանաչ։ Օմար, օրինակ գիտեի, որ Մարսի վրա կա մի հատ սար, որը ավելի բարձր է, քան Էվերեստը, Օլիմպը։ Նա 25 կիլոմետր է եւ Էվերեստից 3 անգամ ավելի բարձր է։ Ոչ, չգիտեի։ Նա համարվում է տիեզերքում բացահայտած ամենաբարձր սարը։ Բայց դեռ չգիտենք այդպես է թե չէ։ Նա կարող է ավելի բարձր լինի։ Ով գիտի։ Իսկ դու գիտեիր, որ կա վարկած, որ Մարսի մթնոլորտում երկրի բակտերիաների նման բակտերիաներ կան, սակայն դա ապացուցված չէ։ Իմիջայլոց, գիտեք, որ հայտնաբերել են երկիր մոլորակի նման շատ նման մոլորակ։ Ասում են, որ այդ մոլորակում բավականին ապրելակերպի համար, ապրելու համար շատ բան կա, օրինակ նեղ ծառեր կան, օդ կա, ջուր կա։ Իսկ որտեղ է գտնվում այդ մոլորակը։ Այդ արդեն չգիտեմ, իսկ դու գիտես։ Ես էլ չգիտեմ, եթե գիտեք, գրեք կոմենտներում։ Օմար, գիտեր, որ օրինակ Հայաստան հատուկ եկել են մարդիկ, որ ուսումնասիրեն, քանի որ երկիր մոլորակի վրա կան շատ տեղեր, որոնք նման են Մարսին։ Մարսի ինչ-որ սարերին, ձորերին, գիտեիր։ Այո, գիտեի։ Գիտնականների մի խումբ եկել են Հայաստան, որպեսզի պատրաստումներ անցնեն Հայաստանում Մարս գնալու համար, Մինչև Մարս թռնելը, հա։ որովհետև Հայաստանում տեղանքը շատ նման էր Մարսին եւ նրանք սկզբից գնացել են անապատային երկրներ, բայց Հայաստանին ամենանմանն էր։ այո, Օմար, լսել ես Վիկտոր Համբարձումյանի մասին։ Վիկտոր Համբարձումյանը աստղագետ է, որը հիմնել է Բյուրականի աստղադիտարան։ Եղել ես Բյուրականի աստղադիտարանում։ Ոչ, չեմ եղել, իսկ դու եղել ես։ Ես եղել եմ, բայց փոքր տարիքում դասարանով գնացել էինք։ Արի մի օր կազմակերպենք եւ միասին գնանք Բյուրականի աստղադիտարան։ Արի, իսկ դուք կուզեք, միացեք մեզ։
Այսօրվա թողարկման ընթացքում քննարկեցինք տիեզերքի գաղտնիքները։ Իսկ դուք ինչ գիտեք տիեզերքի մասին։ Գրեք կոմենտներում, մեզ շատ հետաքրքիր կլինի։ Հուսամ, որ ձեզ հետաքրքիր էր, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Նատալին Եվ Օմարը։ Ցտեսություն։